Մենք այժմ գտնվում ենք Տիգրան մեծ տպարանում, որտեղ եւ ավարտվել է ազգային ժողովի հերթական ընտրությունների մասնակից կուսակցությունների դաշինքների քվեաթերթիկների տպագրությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տպագրել է ընդհանուր թվով 47.310.768 քվեաթերթիկ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների եւ դաշինքների համար։ Յուրաքանչյուր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների համար տպագրվել է 2.628.376 հատ քվեաթերթիկ, ընտրողների թվի մինչև 5% ավելի քանակով։ Ընտրողների թիվը ըստ լիազոր մարմնի տվյալների 2.505.102 է։ Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ քան 8 եւ ոչ ուշ քան 3 օր առաջ։ Տպագրել ենք այս գերեզոր մեքենաներով, տպագրությունը իրականացրել ենք 3 հերթափոխով, որ կարողանային հասնել անվետև տպագրված թերթերը, լիստերը, տեղափոխել ենք կտրման տեղամաս, ունենք 2 կտրող մեքենաներ, գերմանական գերեզոր Պոլար և Սեյպատը կտրող մեքենաներ, այս մեքենաներ ենք կտրել, այնուհետև տեսակավորել ենք, փաթաթել ենք և յուրաքանչյուր փաթեթի մեջ համապատասխան քաղաքական ուժի կամ կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկները փաթեթավորել ենք, տեսակավորել ենք և ուղարկել ենք պահել։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցությունների դաշինքների համար տպագրվում են միևնույն չափերի առանձին քվեաթերթիկներ։ Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկը իր աջ եւ ձախ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում սև գույնով, այնպես որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը։ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների անվանումները, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին 3 թեկնածուների անուն, ազգանուն, հայրանունները։ Ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները եւ քվեարկության ծրարները հատկացվում են քվեարկության նախորդ օրը, ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչև 5% ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից 10-ով ավելին։ Հարգելի ընտրող, հիշեցնում եմ, որ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 2 դաշինք։ Քվեաթերթիկների տրցակից բացակայելու է 13 համարի քվեաթերթիկը, որովհետև այդ թվի ներքո հանդես եկող կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում։ Ձեզնից յուրաքանչյուրը տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ։ Դուք իրավունք չունեք հրաժարվել վերցնել այդ քվեաթերթիկներից որևէ մեկը կամ քվեաթերթիկները ամբողջությամբ։ Դուք պետք է ստանաք 18 քվեաթերթիկը։ Եվ հանձնաժողովի այն անդամը, որը պատասխանատու է քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար, պարտավոր է յուրաքանչյուր ընտրողի տրամադրել 18 քվեաթերթիկ։ Եվ ընտրողը, ինչպես եւ պահանջում է ընտրական օրենսգիրքը, քվեարկության խցիկի ներսում գաղտնի կատարում է իր ընտրությունը, վերցնելով այն կուսակցության կամ դաշինքի անունը կրող քվեաթերթիկը, որի օգտին ցանկանում է քվեարկել, առանց ծալելու, վնասելու, նշում անելու, գրիչ կիրառելու, դնում է ծրարի մեջ եւ դուրս է գալիս եւ փոխանցում է այն ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի համապատասխան անդամին։ Այստեղ կարևոր է հիշեցնել, որ պարտադիր է, որ ինքնասոսնձվող դրոշմանիշների եւ քվեարկության կտրոնների թիվը համապատասխանի։ Ընտրողը քվեարկությունը կատարում է գաղտնի, ինչպես եւ պահանջում է ընտրական օրենսգիրքը եւ քվեարկության խցիկի ներսից դուրս է գալիս քվեարկության կտրոնը եւ քվեարկության ծրարը ձեռքին եւ մոտենում է ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի համապատասխան անդամին, վերջինս վերցնում է քվեարկության կտրոնը եւ առանց ծրարը ընտրողի ձեռքից վերցնելու ծրարի կտրվածքի միջոցով փակցնում է ինքնասոսնձվող դրոշմանիշը, բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողը իր ձեռքով գցում է քվեարկության ծրարը։ Եվ եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաեւ պարտականություն։ Սա նշանակում է, որ ընտրողը պետք է քվեարկությունից անմիջապես հետո դուրս գա տեղամասից եւ իրավունք չունի հայտարարել, թե ինչպես է քվեարկել։